Դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամներն այսօր իրազեկման հերթական ավտոերթով իրենց պահանջները ներկայացրեցին ճանապարհային ոստիկանությանը։ Նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արմեն Եփրեմյանն ասաց, որ պահանջները նույնն են՝ վերացնել կարմիր գծերն ու տեսախցիկները, հայտարարել տուգանքների ամբողջական համաներում, ճանապարհները հագեցնել անհրաժեշտ բոլոր նշաններով ու խաչմերուկների պատշաճ կարգավորմամբ եւ այլն։ Աջ երթևեկելի գոտին, որ դրված է սեկցիաները, որը վարվում է կանաչ գույնով եւ չի վարվում, նշանակում է ասենք կարմիր է։ Եվ աջախ գիշերով չնկատելով վարորդները խախտում են կատարում, դա ամբողջ խաչմերուկները մեր մոտ կարելի է համարել ծուղակային, բալային համակարգ, որ մարդիկ հնարավորություն ունենան օգտվել իրենց սխալի իրավունքից։ Ավտոերթի մասնակից շուրջ 15 մեքենան էր, որոնցից 5 ոստիկանական էին, Մերգելյանի ինստիտուտի բակից շարժվեցին դեպի Ծովակալ Իսակովի հասցեում գտնվող ճանապարհային ոստիկանության ստորաբաժանում։ Ոստիկանները խստորեն հետևում էին, որ ավտոշարասյունը չշեղվի երթուղուց։ Իրազեկման ակցիային միացած մասնակիցներից մեկը դժգոհեց, ինքը որպես տաքսու վարորդ պահանջում է, որ տաքսիների համար առանձին կայանատեղիներ բացվեն։ Որպեսզի ասենք լինի կայանատեղիներ, ոչ թե մենակ կանգառը գծեն դեղին գծով, ստից թե կարելի է ու վերջ։ Որտեղ է կարելի։ Կամ թեկուզ կարմիր գծերը կանգնած են, մարդը ուզում է այս խաչմերուկի սվետաֆորից մինչև որ սվետաֆորը իջնի, բայց կարմիր գծերը գծած է, բոլորը կանգնած են։ Որտեղ կանգնեմ, ես հենց հանձինս ձեզ, դուք պասաժիր եք, որտեղ ես ձեզ իջացնեմ։ Մյուս խաչմերուկում։ Տեսախցիկներն ըստ Արսեն Պետրոսյանի միայն շարքային վարորդների գրպանին են խփում։ Կարծում է, որ կան հատուկ ընտրյալներ, որոնց խախտումներն արձանագրելու դեպքում տուգանքներ չեն մուծվում։ Նաև այս պատճառով առաջարկում է ազատվել տեսախցիկներից։ Բոլորս ապրում ենք այս քաղաքում, բոլորս էլ նկատում ենք, որ նման ընտրյալներ պտտվում են քաղաքում։ Տեսախցիկները բայց ֆիքսում են նաև իրենց մեքենան։ Ֆիքսում են, բայց արդյոք տուգանվում են, դա հարցի մյուս կողմն է։ Դա ընդհանրապես գումար աշխատելու միջոց է։ Մենք պայքարում ենք ներկա այդ կամերաների ստեղծված ծուղակային եւ ապագա կանխատեսելի ծուղակների դեմ։ Ակցիայի մասնակիցները զրուցեցին ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ, նաև նամակ հանձնեցին պետիտեղակալ Արմեն Խաչատրյանին։ Վերջինս խոստացավ պատասխանը չուշացնել։ Կարծում եմ, որ քննարկումները կլինեն մասնագիտական, հիմնված համապատասխան վիճակագրության վրա, շատ արդյունավետ կլինի մեկ անգամ ընդհանուր քննարկում անել, որպեսզի պարզել այդ տեխնիկական միջոցներով երթևեկության վերահսկողության արդյունավետությունը ընդհանրապես, բայց պետք չի մոռանալ, որ ցանկացած մարդկային գործունեություն աստիճանաբար ավտոմատիզացվում է եւ սա էլ նույնպես այդ ավտոմատիզացման մի փուլն է։ Դուրս մեր գրպանից նախաձեռնության անդամները նաև հայտարարեցին, որ իրենք պատրաստվում են միանալ հունիսի 18-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ անցկացվելիք իրազեկման ավտոերթին, իսկ հաջորդ օրը հունիսի 19-ին կմասնակցեն հանրահավաքին։